Նախ ներկաներս համակարծիք ենք, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ, դա վեճի առարկա չի, հետևաբար դրա մասին լրացուցիչ տվյալներ, անձանց մասին նշումներ եւ դրանց գործի վերաբերյալ առանձին տվյալներ չեմ ներկայացնի, կարիք չեմ տեսնում անդրադառնալ հանրային հայտնի տվյալներին յուրաքանչյուր անձին ինչ կերպ են հետապնդում եւ հալածում։ Ճիշտ է սկսել քննարկել անելիքները, ինչ կարող ենք անել մենք այս պարագայում, ինչպես կարող ենք համատեղել ջանքերը։ Վաղուց արդեն քննարկվում է բարբերաբար այսօր երևույթներ հնչեցին նրա մասին, որ պետք է ստեղծել քաղաքական հետապնդումների դեմ պայքարի միասնական հարթակ, այդ միտքը տարբեր անձանցից է հնչել, լրացվել է տարբեր մտքերով, սակայն պետք է ի վերջո չուշացնենք եւ տանք դրա ձևակերպումը եւ սկսենք աշխատել։ Հասարակական քաղաքական ուժերի հանձնառությունները անկախ հակասություններից եւ մրցակցությունից, այդ թվում մեդիա ռեսուրսների, կոմունիկացիոն ցանցերի, նյութական միջոցների համատեղում։ Մենք արձանագրում ենք, որ իրավապաշտպաններս արձանագրում ենք, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր անձանց դեմ տեղի ունենում հետապնդումներ եւ ջանքերը կենտրոնացնում են կոնկրետ տեղում, դրանից հետո արդեն ուրիշին են հետապնդում, ջանքերը կենտրոնացնում են այդ տեղում եւ ինչքան էլ արդյունավետ են կամ ինչքան էլ ինտենսիվ են մեր ջանքերը, դրանք վերջնական արդյունքի չեն հանգեցնում, որովհետև չկա այդ համակարգվածությունը եւ պարտադիր պետք է լինի այդ պլատֆորմին համապատասխան ռեսուրսների մատակարարումը, խոսքը ոչ այնքան ոչ միայն նյութական ռեսուրսների մասին է, այլ հատկապես մարդկային կապիտալի, սոցիալական կապերի, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում, այդ բոլոր տվյալները, մեդիա ռեսուրսները իրար հետ կիսելու, իրավապաշտպաններին տրամադրելու եւ համակարգված այս կազմակերպված գործողություններին ծառայեցնելու խնդիրն է։ Որպեսզի հնարավոր լինի այդ բոլոր ջանքերի մեկտեղումով հնարավոր լինի բարձրաձայնել քաղաքական հետապնդումների բոլոր դեպքերը։ Մենք այստեղ ունենք շատ անձանց նկարներ, բայց ինչպես ասացինք, ցանկը սպառիչ չէ եւ նաեւ պետք է ներողություն խնդրենք բոլոր այն անձանցից, ում անունները դեռևս չենք հասցրել հնչեցնել, որովհետեւ այդ ցանկը գնալով ավելի ու ավելի է ավելանում։ Համակարգված հետևողական պետք է պահվեն հանրային հիշողության տիրույթում քաղաքական հետապնդումների բոլոր դեպքերը, չմոռացվեն ինֆորմացիոն հոսանքների տակ։ Շատ կարևոր է, որ այդ ջանքերը ինչպես լինեն անհատական, այնպես էլ խմբային եւ ինստիտուցիոնալ, այս առումով ուզում եմ առանձնացնեմ քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի ջանքերը ավելի փորձագիտական զեկույցներ մշակելու եղանակով եւ դա միջազգային կառույցների հետ կոմունիկացնելու տեսանկյունից 5 իրավապաշտպանների նախաձեռնության գործողությունները, որոնք ակտիվ զբաղված են եւ անձանց պաշտպանությամբ եւ իրավական դասընթացներ եւ տեղեկատվական արշավներ կազմակերպելու տեսանկյունից, մեդիա պրոյեկտներին, որոնք հետևողական այս հիշողությունը թարմացնում են եւ պահում են հանրային քննարկման դիսկուրսում, որպես օրինակ նշեմ Anti-Fake AM կայքի գործունեությունը, սակայն այս ամեն ինչը բնականաբար սպառիչ ցանկ չէ եւ նաև շատ կարևոր է յուրաքանչյուր անհատի, խմբերի, բոլոր լրագրողների առանձին ներդրումը այս գործընթացում։ Կարևոր է, որպեսզի ջանքերը համատեղվեն, որպեսզի քաղաքական հետապնդման ենթարկվող անձանց, նրանց ընտանիքներին տրամադրվի իրավական, բարոյական, հոգեբանական, ինչու՞ չէ նաև նյութական աջակցություն։ Սկսած ամենափոքր հարցից, որը կարող է թեկուզ տրամադրության խնդիր լինել քաղաքբանտարկյալի մոտ, պետք է այդ գործողությունները կատարվեն։ Պարզ օրինակի վրա ասեմ, տարածվեց այս հատվածի դահլիճից նկար, որը կատարվել էր ամենասկզբում, այդ նկարում, երևի թե ընկած էր կամ չէին հասցրել տեղադրել Մկրտիչ Սրբազանի նկարը, բայց ուզում եմ ասել, որ ի սկզբանե դրված է վերջին օրերին նոր բան ենք սովորել անուններ զեղչել հասկացություն, իր անունը նույնպես հիշատակված է եւ մեր զորակցությունը նաև իրեն է ուղղված։ Եվ շատ կարևոր միտք նաև գործընկերս Վարազդատ Հարությունյանը ներկայացրեց, որ քաղաքական հետապնդումներ իրականացնող պաշտոնատար անձանց եւ նրանց հանցանքների հաշվառում պետք է կատարվի, հրապարակայնացում եւ կրկին դրա մասին հիշողության պահպանում, որպեսզի չլինի այն տպավորությունը, որ մի ապօրինություն կանենք, երկու օր մեր մասին կխոսան, հետո կանցնեն նոր գործին, մեր մասին կմոռանան։ Շատ կարևոր է նաև, որ քաղաքական հայտ ներկայացնող ուժերը, սա իր գործընկերս նշեց, Վարազդատը, սահմանեն նաև քաղաքական հետապնդումների արձանագրման, գրանցման եւ դրանց համար հետագա պատասխանատվության խաղի կանոններ, հատկապես հանձնառությունը որևէ իրավիճակում չօգտվել նույն պաշտոնատար անձանց ծառայություններից, այսինքն այս պայծ եւ պարբերաբար
հայտարարել, որ բոլորը կանչվելու են պատասխանատվության եւ որևէ մեկը չպետք է հույս ունենա, որ կարող է ազատվել դրանից նույն ապօրինի ծառայությունը հաջորդ իշխանությանը մատուցելու միջոցով։ Եվ նկատի ունենալով, որ այսօր ամենասուր խնդիրը հատկապես քննարկվում է Լիդիա Մանթաշյանի հարցը, բոլորն էլ անդրադարձան, ես էլ եմ ուզում ողջունեմ Լիդիային, Լիդիա Մանթաշյան, սրտիկ քեզ։